Խոսել ենք Համլետ Նազարյանի հետ, ով լիովին լսեց մեր բողոքը, իսկ մեր պահանջներ երեքը, երեկ ավելի ճիշտ կասել, ոնց ենք պահանջում ենք, որ մեր հիմնարկությունները բոլորը բացեն, մեր բանկային հաշիվները կալանքներից դուրս գան եւ աշխատավարձները։ Լավ, երեխեք սենց ասեմ իմ կողմից, իմ հասկացածով մենք զրուցեցինք մի հայի հետ, որի ազգանունը Նազարյան էր, քանի որ ոչ մեկի աշկերը չի խաբում, նա չկարողացավ ոչ ժամկետ ասի, ոչ լիարժեք պատասխան, նա ուղղակի լսեց, ես հասկացա իմ կարծիքը ասեմ, որ ընդամենը ուզում էր ազգի ստե հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել, բայց հասկացավ, որ իրականում իրոք հասկացավ Նազարյանը, որ իրականում մեր պահանջը աշխատանքի տեղերը բացել, բոլոր ովքեր, օրինակ Օլիմպիավանի վրա եմ ասում, Օլիմպիավանի կոլեկտիվը ունի վարկեր, աշխատավարձեր, աշխատավարձերը շուտ բաժանել եւ բանկերին հրահանգեն մեր պահանջը դա էր, որ այս մարդկանց, ովքեր դիմում են, օրինակ Օլիմպիավանի մասին եմ խոսում, Օլիմպիավանից աշխատողը դիմում է բանկին, ասում է խնդրում եմ իմ վարկը դադարեցնեք կամ արձակուրդ բանկային կանոններ մշակել, որ ես չվճարեմ, քանի որ Օլիմպիավանը դեռ չի աշխատում։ Նազարյանը չկարողացավ ժամկետ ասի, որովհետեւ ոնց հասկացանք վերադասունի, որը վերադասն է պատասխանելու։ Արագ տեմպերով ասեցինք պատասխան տակ, նա ասեց ես չեմ կարա։ Ես հասկացա մի բան ու այդ խոսքը ասեցի։ Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի մեր բոլորի աշխատանքատեղերը կբացվի։ Նորից եմ ասում, ազգ, ասել եմ դա բոլորի ներկայությամբ, ասել եմ, եթե Նազարյան ջան դուք պետք է ասեք, մեկը մյուսին ասի, մեկը մյուսին, գա հասնի խոսքը մի հոգի որոշի, շտապ արեք այդ ամեն ինչը, մեր աշխատանքատեղերը բացեք, մեր աշխատավարձերը շտապ տվեք, մենք անցնենք մեր աշխատանքի եւ հաջորդ հարցը բանկային հարցերն է, որը ոչ մեկը սև ցուցակ չընկնենք։ Նա նորից եմ ասում ժամկետից չկարողացավ ասի, բայց հարցը լուրջ համարեց ու ասեց կպատասխանենք, ես էլ իրան պատասխանեցի։ Եթե ձեր վերադասները ամեն վերադասի, որտեվ ինքը պետք է մեկին ասի, մեկը մյուսին, սենց ինչ-որ տեղ բարձանա։ Եթե բոլորը հայեր են, երկուշաբթի կգնանք աշխատանքի։ Սա իմ վերջի խոսքն է։ Իսկ եթե որ ասում է չենք հավատում իրանց, մնում ենք այնքան, մինչև իրանք էլ աշխատանքի չգնան։ Ես այդքան բան կասեմ։ Չէ, ես մնում եմ մի հատ հասկանամ, որովհետև Նազարյանը կարող է մի ժամ հետո ասի չէ, սոտակի սենց պատասխան, որովհետև նրանից զգացվեց, որ դրական է տրամադրված, որ այս հարցի լուծում տա, քանի որ դա կասի, դուք ասեք, Նազարյանը ով էր, ինչ էր։ Նազարյանը պրոստը ընդունում էր այդ դիմումները ոնց հասկացան, նամակների ընդունման ու ամենացավալին գիտեք որն է Ժողովուրդ ջան, որ մեզ ասում են դիմում գրեք, խաչա մենք հուլիսի 7-ից սկսած անդադար դիմումներ են գրում, էլ քննչական մարմին, էլ ամեն տեղ որտեղ հնարավոր է մենք դիմումներ գրել ենք ու ամեն տեղ ասում են դա մեր իրավասություն չի, դա մեր իրավասություն չի ու այսօր շատ ցավալի է, որ կառավարությունում նույն բանն են ասում, որ դա մեր իրավասության մեջ չի, մենք ասում ենք, եթե ստեղից է սկսվել այդ ամեն ինչը, ուրեմն ստեղը պետք է լուծում տրվի, հիմա չգիտեմ, լիահույս լինենք, որ հնարավորինս շուտ ամեն ինչ կկարգավորվի, չեմ կարող ասեմ, ոչ Այտենց, բայց ներկայացրել ենք, որ այսքան ժողովուրդ այսօր իրոք հացի խնդրի առաջ է կանգնած, ամենացավալի փաստերից մեկն է, որ մարդիկ մեռան զանգելով ինձ ու մնացած իմ գոլեգաներին, Արմին ջան, բա ինչ ենք անելու, բա ոնց մեր վարկերը տանք, բա ոնց մեր կոմունալները վճարենք, երեխու հացի փող չունեն, անգամ այսօր շատ մարդիկ կային, որ ցանկանում են գային ներկա լինեին այս բողոքի ակցիային, մի քանիսին ես եմ գնացել մեքենայով բերել այստեղ, որովհետև մարդիկ տարական տրանսպորտի կամ տաքսու գումար չունեն։ Ժողովուրդ ջան, մենք չենք ընտրել այս ամեն ինչը էլի, վստահ եմ ձեզ ասում, մենք ընտրել ենք փոփոխություն, մենք ուզում ենք այս երկրում փոփոխություն, մենք չենք ուզում այս երկրում նման իրավիճակ, մենք սովետում այն որ տալոնով գնում ենք հաց ենք առնում, մենք չենք ուզում նորից այդ վիճակին հայտնվենք։ Ես խնդրում եմ, թող ուշքի գա այս կառավարությունը, թող րոպե առաջ բացեն մեր բոլոր հիմնարկությունները, րոպե առաջ պարոն Ծառուկյանին ազատ արձակեն ու թող այս երկիրը բարգավաճի։ Ոչ, ես Օլիմպիավանի աշխատակից չեմ, ես Multi Grand Resort-ի ներսում գտնվող Royal Sky ռեստորանի ղեկավարն եմ։
Այսպիսի փոքր ուշ մոտեցա, ինչ պատասխան են տվել ձեզ։ Պատասխան չեն տվել, ասել են դիմումները կքննարկվեն, հնարավորինս շուտ կպատասխանենք, բայց չեն կարող ասենք, կոնկրետ ժամկետներ չնշեցին, խնդրեցինք ասեն թեկուզ երկու շաբթի օրը միգուցե կբացվի, ասեցին կարող է պատահի 15 օր հետո կներեք, էլ կարող է 15 րոպե հետո բացվի, կարող է 2 ժամ հետո, կարող է, չգիտեմ։ Ձեր ընկերության մասին ասեք, մեծ ֆինանսական կորուստներ եք կրում այս ընթացքում։ Ներկա պահին խայտառակ ֆինանսական կորուստներ են կրում, ի տարբերություն չնայած մեր գործընկերները BMW-ն նոր խոսեց, այնտեղ ահռելի գումարների մասին է խոսքը, նույնը նոյ կոնյակի գործարանն է, նրանց հետ չեմ կարող համեմատվեմ, բայց ես փոքրիկ ռեստորան, հա, այսպես ասած, հաց տվող հիմնարկություն, որտեղ այն մեր երկրի պատիվն ենք միշտ բարձր պահում, մեր հյուրընկալությամբ, մեր համով, հացով, մեր հայկական ուտեստներով, ու այսօրվա դրությամբ ամենակիչը իմ մոտավոր հաշվարկներով գիտեմ 3-4 միլիոնի մենակ ապրանք է թափվելու ընդեղից։ Այցելուներին ինչպես եք բարձրաբանում այս։ Այցելուներին հստակ ասել եմ, որ կոնկրետ անձամբ ես եմ խոսել մեր այցելուների հետ, մեր բոլոր հյուրերի հետ, ես ասել եմ, որ իշխանությունների կողմից կապարակնքվել է մեր հիմնարկությունները անհիմն, որովհետև 6-7 ամիս աշխատող ոչ ռեստորանը, ոչ հյուրանոցը չի կարող ես իմ ինչ խախտումներ անի, որ բերեն ու կապարակնքեն, բոլորս ենք դա շատ լավ հասկանում։ Շարունակելու եք ակցիաները։ Պարտադիր ենք շարունակելու, հիմա դες հանգիստ կսպասենք, տեսնենք մեր հարգարժան կառավարությունը ինչ կպատասխանի մեզ, բայց մենք այո շարունակելու ենք ու մեր պայքարը գնալու է այնքան մինչև պարոն Ծառուկյանը ազատ արձակվի, ինչի որովհետև այս ամեն ինչը ապօրինի է, ամեն ինչը։ Ձեզ որևէ հստակ պատասխան չի տվել։ Ոչ մի հստակ պատասխան չի տրվել, խաչա այդ պարոն Նազարյանը շատ բարեխիղճ հայ էր, շատ լավ մարդ էր, ոչ մի բադ բան չեմ կարող ասել, ու ինքն էլ էր շատ լավ հասկանում, որ իր ձեռքեն ոչինչ չկա։ Այսինքն դուք եք շարունակելու մնալ այստեղ կառավարության դիմաց այս պահին։ Այս պահին էլ եմ մնալու, այսա ռուբերել եմ վերցելու իմ թիմակիցներին, այս ամեն ինչը կփոխանցեմ։ Ինչպես նաև կսպասենք հələ, մի 2 ժամ կսպասենք, տեսնենք նորություն կա թե չէ, չնայած մեր համարները վերցել են, որ մեր հետ կապ հաստատեն, եթե ինչ-որ նորություն լինի, հենց լինի, միանշանակ կտեղեկացնենք։ Ոչ մի կոնկրետ ժամկետ չի։ Ոչ մի բան չեն նշել, ոչ։ Մենք ենք շնորհակալ։